2025 թվականին առաջին անգամ Հայաստանում միգրացիոն հաշվեկիչները դրական է դարձել, այսինքն ավելի շատ մարդ է ժամանել Հայաստան, քան հեռացել։ 8660 մարդ է ավելի շատ եկել Հայաստան, այս սրանք պաշտոնական տվյալներ են, փորձենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, Երևանի բնակիչներից հետաքրքրվել, թե արդյոք իրենց շրջապատում կան այնպիսի մարդիկ, որոնք վերադարձել են Հայաստան մշտական բնակության եւ ինչ գործոններով են պայմանավորվում նրանք այս դրական ցուցանիշը։ 2025 թվականին առաջին անգամ Հայաստանում դրական սալդո է եղել միգրացիայի տեսանկյունից։ Ավելի շատ մարդ է եկել, քան գնացել։ Ոչ, ավելի շատ եկել են։ Հա, եկել են նկատից, դա այն է։ Դուք ձեր կարծիքով ինչով է դա պայմանավորված այդ դրական ցուցանիշները։ Որ արդեն լավ ապրելակերպ ունենք։ Խաղաղ Հայաստանում ենք ապրում։ Լիքը լավ բաներ։ Կան ձեր շրջապատում մարդիկ այդպիսի որ վերադարձել են։ Շատ լավ։ Ինչով է պայմանավորվում այս ցուցանիշները։ Չգիտեմ, ես չեմ հետաքրքրվում այդպես։ Տեղեկիկ որ 2025 թվականին ավելի շատ մարդ է ժամանել Հայաստան, քան գնացել։ 8000 եսի միշտ կա։ 660։ Ինչով է պայմանավորվում այս ցուցանիշը։ Դե մարդիկ սկսել են գալ Հայաստան։ Շատ բան է փոխվել, դրա համար գալիս են էլի։ Օրինակ ի՞նչն է փոխվել։ Ամեն ինչը։ Համ կյանքը, համ այդքան ճամփեքն է լավացել, դպրոցներ են սարքում, մանկապարտեզներ են սարքում, մարդկանց բիզնեսի հնարավորություն են տալիս, ոչ մեկ չի խանգարում։ Կարծում եք նաև խաղաղության նախաստորագրման փաստաթուղթն է նպաստել սրան։ Որ մարդիկ անվտանգության բերումով։ Ну ոչ միայն։ Ոչ միայն։ Կան ձեր շրջապատում մարդիկ, որ վերադարձել են մշտական բնակության կամ այլ երկրների քաղաքացիներ են։ Այո, Բելարուսից են եկել։ Հիմա արդեն փոխել են այսինքն ոչ թե փոխել են, հանձնել են բելարուսական հանձնագրերը, Հայաստանի քաղաքացի։ Ռուսաստանից կան։ 8660-ով ավել է եղել եկողների թիվը։ Եկողների թիվը ավել է։ Այո։ Դա լավ որ եկողների թիվը ավել է։ Իսկ դուք ինչով կպայմանավորեք այդ դրական ցուցանիշը, որովհետև վերջին տարին ինձ միակ տարին է։ Եթե վատալներ չեն գա, ինձ թվում է։ Լավ է որ կան։ Ուրեմն դուրս գալիս է։ Իսկ ձեր շրջապատում կան մարդիկ, որ եկել են մշտական բնակության կամ այլ երկրից։ Այո, անպայման։ Շատ են այդպիսիք։ Կան շատ։ 8660 մարդ ավելի շատ է եկել, քան գնացել է, եւ սա վերջին տարիների միակ ցուցանիշն է։ Չէ, տուրիստ չեն, մշտական բնակություն։ Եկել են մնա։ Այո։ Եթե դա ճիշտ է, լավ է։ Իսկ դուք ինչով կպայմանավորեք այդ ցուցանիշը, այդ գործոնը, ինչ է փոխվել, որ մարդիկ որոշել են, թեկուզ նաև ոչ հայեր որոշել են գալ Հայաստանում։ Ինձ թվում է մեկը որ Ռուսաստանից կարող է եկածնեն, քանի որ ընդ վիճակը հայերը այդքան լավ չէ, էլի։ Ես այդ իմ կարծիքն է, ես չեմ կարող։ Շատ շնորհակալ։ Տեղեկիկ որ 2025 թվականին ավելի շատ մարդ։ English. English. Okay. Where are you from? Syria. Syria. You're tourist? Tourist, yes. Is it first visit? First time. Yeah. What do you like in Armenia and what you don't like, dislike? No, we like the weather. The weather is very nice here. And we don't like the traffic. Too much traffic. Yeah. Yes. It's good. The car. It's good, but the weather is okay. But the traffic. What else you like in Armenia? Armenian people also kindly, very kindly. And what? And the food also. Yeah. And what do you dislike here? What do you dislike here? It's don't you like? I don't like. Yeah. I told you only the traffic things, but everything's okay. I think it's okay Yes. in traffic. Only the traffic, too much, you know. Yeah, okay. Yes. It's But not everything over it. Yeah, okay, thank you. Thank you. Ձեզ ցուցանիշ ինչով կպայմանավորեք դուք։ Տեղյակ չեմ ասում։ Ստիստ չասեմ էլի, չեմ անում։ Իսկ ձեր շրջապատում կան մարդիկ, որ վերադարձել են Հայաստան մշտական բնակության կամ այլ երկրի քաղաքացի են, բայց եկել են Հայաստան այստեղ ապրելու։ Դե կան որ վերադարձել են։ Որտեղ արդյոք զգում են, որ հայրենիքից լավ տեղ չկա։ Իր հայրենիքն ամենալավն է։ Իսկ ուրիշ ինչ գործոններ են նպաստել դրան, որովհետև 8660 մարդ ավելի շատ է եկել։ Վերջին տարիների ցուցանիշներից դա միակ տարին է, որ դրական է եղել ցուցանիշը։ Ինչով եք պայմանավորում։ Դե ուրեմն ավելի բարելավել է կյանքը էլի, որ այդ տվյալները ասում են։ Ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք եկել են վերադարձել են Հայաստան մշտական բնակության։ Ճիշտ ասած լսել եմ, նույնիսկ այս վերջերս այս մեր գերիներից մեկը որ վերադարձավ, ասես չէ՞ որ մնալու է։ Չի եկելու այդքանից հետո։ Շանակվա ավելի խաղաղ երկրում ապրել ավելի դեռ պայմանա։ Առաջին տարին է, որ դրական է սալդոն, այսինքն 8660։ Առաջին տարին չի,
Անցյալ տարել է շատ։ Հենց 25 թվականն է շատ եղել, դրանից Հա, առաջ 25 թվականին շատ է եղել։ իսկ դրանից առաջ ավելի շատ գնում էին, քան գալիս էին։ Դե բնական է, երկրի վիճակը լավանում է, կայունանում է, դրա համար էլ ավելանում է մարդկանց թիվը։ Ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր վերադարձել են մշտական բնակության։ Մշտական բնակության չէ, եկել են գնացել են Ամերիկայից հատկապես, եկել գնացել են, բայց կան մարդիկ, որ եկել են բնակվելու, հատկապես Ռուսաստանից։ Շրջապատում չկան, բայց շատ ուրախալի փաստ է։ Շատ։ Ինչի պետք է չվերադառնան, շատ լավ ապրում ենք։ Ես շատ գոհ եմ այսօրվա կառավարությունից եւ մեր վարչապետից։ Դրա համար էլ վերադառնում են։ Այնտեղ ինչ վիճակ է։ Մեր հայերի վիճակը։ Ինձ թվում է լավ չի, պետք է բոլորը վերադառնան։ Շունչս կտրվայս կներեք։ Անսպասելի էր, բայց ես հավատում եմ, որ ավելի լավ է լինելու։ Եվ մեր հայերը բոլորն էլ, որոնք ընդեղ են, սրտով ստեղ են։ Իրանք կարոտով են ապրում։ Ճիշտ է, գուցե ավելի լավ են ապրում, բայց կարոտը ամենակարևորը ինձ թվում է մեզ ծնուցողը մեր երկիրն է, մեր հայրենիքը, չգիտեմ, ինձ այդպես, ես էլ էի գնացել, բայց վերադարձա, չնայած ես խառնուրդ եմ, 50-50, ես Ադեսա եմ գնացել 2000-ականներին, իմ մայրս ռուս է, բայց մեկը ես հայ եմ, հոգով, սրտով, ես վերադարձել եմ, սիրում եմ իմ հայրենիքը։ Երևի թե ինձ թվում է այդ բլոկերությունը, որ ծաղկել է այստեղ, նոր են բացահայտել Հայաստանը իրանց համար, եւ բավականին դա գումարային է, չէ՞։ Իրանք բլոկեր են դարել, մի հատ հայտնի ռուս տղամարդ կա, չգիտեմ անունը, տները ծախեց, եկավ ստեղ շատ լավ ռայոնում տուն առավ, շատ լավ ռեկլամ անում մեր Հայաստանը, ավելի լավ, քան թե մենք։ Իսկ ես չգիտեի այդ տեղերը, որտեղ որ ինքը ման է գալի։ Ես ուրախ եմ դրանից, թող լավ լինենք, համերաշխ լինենք, կարևորը խաղ ապրենք։ Ինձ թվում է դա ամենակարևորն է։ Պատկերացրեք չէ, հավասար գնացողն ու եկողը հավասար քանակությամբ։ Եթե ժողովրդի կյանքը բարելավվեր մի քիչ, շատ չէ, կմնային, բոլորն էլ կգան։ Իսկ վերադարձողներին ինչն է խրախուսել, որ վերադարձել են։ Դե վերադարձողն էլ գալիս է տեսնում է երկ չկա նորից գնում է, ճիշտ է, այնտեղ էլ մի բան չի, բայց արդեն սովորել են գնում են։ Միգուցե ավելի հետաքրքիր է դառել Հայաստանը դրսում ապրողների համար։ Ձեր շրջապատում կան մարդիկ, որ վերադարձել են ապրելու մշտական Հայաստանում։ Չէ, չկան։ Կամ այլ երկրի քաղաքացիներ, որ մտադիր են ամբողջապես տեղափոխվել Հայաստան։ Այս պահին չկան դեռ։ Ընդամենը խոսում են դրա մասին, բայց ոչ մեկ քայլեր չի անում։ Բայց խոսում են հետ գալու մասին։ Իմ տարիքի մարդիկ բոլորն էլ խոսում են, բայց հետ կգան թե չէ, դա արդեն հետո կերևա։ Տեղյակ եք, որ 2025 թվականին շատ ավելի շատ մարդ է Հայաստան եկել, քան արտագաղթել է։ Այո, շատ են եկել, ես ուրախ եմ աշխարհի ժողովրդի համար, որտեղ ես քրիստոնյա սիրում եմ աշխարհի բոլոր մարդկանց, եւ ուրախ եմ, որ հայրենիք են գալիս Եվրոպայից, շատ երկրներից ուրախանում եմ, որովհետեւ Հայաստանը բարգավաճում է, ես տեսնում եմ, որ բարգավաճում է, ուրախ եմ իմ Հայաստանի համար, մենք պետք է կարողանանք սիրել մեր հյուրերին, դառնա մեր ընտանիքի անդամը, նրանք ունեն ազնագրներ, հայ ազգը, մենք հայերս պետք է սովորենք մի բան։ Սոցիալիզմի ժամանակ մենք հայերս պետք է ապրենք Հայաստան, ոչ, Հայաստանում պետք է ապրեն ազգեր, որ մենք իրենց հետ բարգավաճենք, պետք է կարողանանք սիրել աշխարհի բոլոր մարդկանց։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։